5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Շարունակում ենք մեր զրույցը հնարամտության, արդարախոսության ու կյանքի փորձառության մասին։ Պլուպուղու շուրջ հյուսված յուրաքանչյուր դրվագ կյանքի ճանապարհն անցնել սովորեցնող դաս է, նրա հեգնանքի, քմծիծաղի մեջ մեր հարազատ հողի տակ շունչն ու կանչն է, որը մեզ ապրելու ուժ է տալիս, ուսուցանում, որ դժվարին բոլոր իրավիճակներից ելք լինում է։ Բռնության ու անարդարության դեմ բախումներն անխուսափելի են կյանքում, սակայն ամենաբարդ խնդիրներն անգամ լուծելի են, եթե կամքն ու համառությունը քո զինակիցն են, իսկ այդ ճանապարհը բանականության ուժին ապավինելու ճանապարհն է։ Մեր այս պատմությունները ժպիտով առաքվող իմաստնության դասեր են, վարքի ուղեցույց են դիմանալու եւ ելքը գտնելու։ Ունկնդրենք զրույցները մեր քաղցրանուշ ու սիրտ լսնող բարբառով։ Վարդավարար, վրան մլող պդրաստվածին, մելիք շահնազարար ձենատան պուլուպուղուն, ապուղ, քեփում պդրաստում, ամմա ղավալը քուհաշվիտ պիտին, մելիքը լապ գիդումա, վերպուղին էդքան փողչոն է, սաղ կշերվա, ղավալը զանի տներն հետ է, լահա օզման նղը կթի խղճծնեմ։ Լավ, մելիքն ապրած կենա, քեպիտ օրը ղավալը իննենա, գիտավեր ասածըտ ըրածա։ Պլապուղին քինումա ղավալ həbün կողկը, ուրան գրուպան էլ 4 հոքանայինում։ Ուստամ, այսինչ օրը գրուպատի օրստանում կյամ, դու հրավիրվածս մելիքին տոնը ղավալ ըծելի, քու հախտել իննենա 10 թուման փող, մինկավ ու 4 վճխար։ Ղավալ həbին ուրխանումա, պլուպուղուն էդ ձերքպեց առաջ հարկան, ինքն էլ ուրան գրուպեն մարդկանց ասում, քեփին հաջորդ հորը, həbին կյամա պուղուն կողկը, ուրան հախը յորոն եմ, 10 թուման փողը, մինկավը, մեկել 4 վղճարը։ Արա, ինչ փող, ինչ վճխար, ես ասալում դու եկալս ուրխացալ, ածալ, մունքել ենք ուրխացալ, պրծալա քեցալ, վսյո, կվիտ, դեք ըշխար քեզ վերջին մասին էլ պատմենք։ Մելիք շահնազան են վճխարներին թվի սահման չկա։ Մինոր էլ էդ վճխարները մինը պլպուղում փեշ քեշատամ են մտկավը, վեր մինոր նստապենա պուկտալու։ Համ տամա, համ ամեն դենում մի խոսք խատկություն վեր պիտի քեփանին, վճխարը մորթին, կինուն կարասնել պեցանին։ Բայց պլպուղուն չսկնալու է տամ։ Մելիքն էլ փենդու փուլ չինում վեր մտած է վեջ, բայց մինա պլպուղին էլա վճխարը մորթում չի։ Մինոր էլ մարդկանց մեջին մելիքն ասում է։ Ապուղ սկացալս ասում են աշխար քեզ վերջնա։ Մինոր իշնեն դղան ասում է, աշխար քեզ վերջնա։ Աշխար քեզ վերջը եկալա։ Ասում է Էմինը։ Ապուղ, բեր էդ վճխարը մորթ է, մեզ էլ ձենտո քեփանինք, մինա մռնլանանք։ Ասում է են մինորիշը։ Ապուղ, ղոթա ասում, հինչու օնիս կեր, խմե քեփրա, մռնլանանք, էլ հետո հինչու կնի։ Լավ, դեվեր լողջի դերդը պուղուն վճխարնա, էքյուց եկիք, վճխարը մորթինք, քեփանինք, աշխարքս հղետինինք։ Էքսե օրը մելիքին 4 այնգույնը տրած գունղնեն կյաման։ Մեր քեփը պրծնում է գունղնեն վեճ փփղնեն ենք թենում վեճ պալտոնեն։ Տեսը եշում, տենը եշում պեն չկա։ Են էլ գիդում չնդվեր պուղին կանչելա շենի լող տկլորներին ու պիժենել։ Ապուղ, ես մեզ շո երուշ տղա։ Հրցնում ընց տղան։ Մելիքն ապրած կենա, դեվեր աշխար քեզ վերջնա էլ շույնետ հինիշ քանում, լհա կանչելում են խղճերին լող պիժենել։ Թող մռնելուց առաջ մինկայթ ուրխանան։ Դիա ճանապարհատինում, կինի խմած ու վճխար կերած գունղներ են։ Խոխեք, տեսնում եք, չէ, պլուպուղու զրույցները ինչքան է խոր իմաստ ու նրա ամենի պատումից կարելի է ամին ինչ վերպեն քաղած։ Սորվա ծերես պատմածից ինչ եք դուք քաղալ։ Պլուպուղին միշտ ասում է, բեր եթե դու մինին նկատմամբ ծոր մոտ կոնիս, օզում ես շահագործիս կամ իօքուտ քեզ օգտագործիս, մինա վերջումը դու ստերտակ մնան։ Մեկ ես գիացալճում վեր պլուպուղուն բխտենել է վարդավարիլել։ Պլուպուղուն զրույցներն իս թևնդամ։ Իրականում ինքը on է ամենամծ զենքը, խոսքը, վեր են միշտ ծիծաղ ավայնում, բայց միշտ
դիզը պաշտպանող այնում ու դուզին տղը պնդեցնող։ Մանեն ասма ես գյացալ չվերեն վխտենել այլալ Վարդավառը խոխոցը ամենասիրած տոներից է, չէ։ Յուրանցանայինի տարեն մի քանի հետ կնշին այդ տոնը։ Վարդավառը հայոց հնագույն տոներից էր։ Քրիստոնեական շրջանում այն Քրիստոսի պայծառակերպությանը նվիրված տոնն է, որը նշվում է հուլիսին, Զատկի 14-րդ կիրակի օրը։ Արցախում այն սիրված տոներից էր։ Այդ օրը ընտանիքներով, գերդաստաններով ու նույնիսկ ամբողջ գյուղով ուխտ էին գնում ամենանվիրական սրբավայրերը, մատաղ մորթում, առած սեղան բացում, երկ երաժշտության ուղեկցությամբ մեծ խմբերով քեֆ անում, ժողովրդական տարբեր խաղեր կազմակերպում։ Այդ օրն ընդունված էր նշանված աղջկա տնից տղայի տունը եւ հակառակը խոնչատանելը, իսկ որոշ բնակավայրերում էլ հենց այդ օրն էին կատարում նշանադրություն։ Վարդավառին առանձին ողջավորությամբ ու ակտիվությամբ էին մասնակցում չամուսնացած երիտասարդները, հատկապես աղջիկները, ովքեր խմբերով առանձնանում էին դաշտերում, աղբյուրների մոտ ծաղիկներ քաղում, իրար վրա ջուր լցնում, նույնիսկ իրար գետը կամ առուն գցում եւ վիճակ գցում, երգելով վիճակի երգեր, ջանգյուլումներ։ Վարդավառի տոնակատարությունը Արցախում խորհրդային տարիներին գրեթե վերացել էր։ 20-րդ դարի վերջերին Արցախյան շարժումից հետո այն մասամբ վերականգնվել էր, հիմնականում սահմանափակվելով պատանիների եւ երիտասարդների կողմից իրար վրա ջուր ցողելով։ Վարդավառ բառը վարդավառ տառացի նշանակում է ջրալվա։ Վարդը խեթերեն ոտը ջուր բառի հետ է կապվում։ Գրիգոր Ղափանցյանը խեթերեն wither բառը հայերեն հուրտ ջուր իմաստով պահպանված է համարում Եղվարդ եւ Արցախի Թաղավարդ տեղանուններում։ Տոնի խորհուրդը նախաքրիստոնեական շրջանում ջրի պաշտամունքն էր։ Մեր զրույցները գծիկն են մեր պատմության բոլոր առումներով, թե ճանաչողական, թե ուսուցողական։ Ու ամեն անգամ պլուպուղ ու զրույցները լսելով թվում է արդեն օրինաչափություն է, որ խելքը միշտ պիտի հաղթի խորամանկությանը, որ ուժն ու դիրքը չեն կարող իշխել սթափ մտքին, բայց զրույցով հաստատված օրինաչափը մեր կյանքում դեռևս փնտրվող է, չգտնված։ Աշխարհի վերջը պատմությունը ցույց է տալիս, որ դավադիր խորամանկությունը ի վերջո ոչ միայն չի իրականանում, այլև շրջվում է այն նյութողի դեմ։ Խելքն ու համառությունը ուժեղ զենք են։ Պլուպուղ ու վարքով հաստատվում է ժողովրդական մտածողության առանցքը, կարեկցանքն է առաջնայինը, որը խելամտության զուգակցմամբ դառնում է պաշտպանություն։ Կարեկից ու պաշտպան լինենք միմյանց։ Տենտ կացեք, դեմք կացեք։